երևի թե բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ինքը կարիք ունի բարձաբանման։ Ինչու, որովհետեւ նախկինում մենք խոսել էինք, որ եւ այս օրինակը կարծում եմ շատ հստակ է ցույց տալիս, մասնավորապես նոր միջուկային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին եւ ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը կամ լավ պարզաբանված չի, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին։ Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք դա բազմակողմանի քննարկում ենք ունեցել եւ այդ որոշումը կայացրել ենք։ Հիմա հաջորդ հարցը. ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման բան ունեն, նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, մենք բոլորին հարցրել ենք, ասել ենք դուք կնեղսրտեք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորը ասել են, որ ոչ։ Հիմա ինչ եմ ասում, որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են, բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են, բա չհասկացանք, հիմա այնա, մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հարավային Կորեայի հետ, եւ Ֆրանսիայի հետ։ Եվ որ առաջարկը մեզ, ընդ որում մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես։ Մենք ասում ենք կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով մենք պետք է նայենք, որ առաջարկն է մեզ ձեռնտու եւ ընտրություն կատարենք ըստ այդմ։